Շնորհակալություն մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Եթե նայում եք այս հայտարարությունների ժամը սկզբից, ապա մի ֆանտաստիկ բան պետք է նկատածել եք։ Մի դրվագ, այստեղից Հայաստան Դաշինքի падգամավոր Մհեր Մելքոնյանը ասում է Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունները, դրանք ժողովրդավարության առողջ դրսևորումներ են։ Հիշեցնեմ, որ արտահայտությունների մասին է խոսքը։ Ես կոչ եմ անում ռազմական հեղաշրջման։ Այս արտահայտությունը ըստ պարոն Մելքոնյանի ժողովրդավարության առողջ դրսևորումը։ Հիշեցնեմ, որ նույն Միքայել Աչապահյանն ունի նաև այլ հետաքրքիր հայտարարություն, օրինակ ես դեմ եմ դեմոկրատիային։ Դեմոկրատիան վատ բան է։ Դա էլի ըստ պարոն Մելքոնյանի ենթադրաբար ժողովրդավարության առողջ դրսևորումը։ Ես բնավ զարմացած չեմ, որովհետև Քոչարյանի դաշինքում ժողովրդավարության մասին այլ պատկերացում սպասելը կներեք արտահայտությանս համար իդիոտություն։ Ինչ է։ Հայաստանում պատիվ ունեմ խմբակցություններին, այսօր առաջարկեցի մի հատ արտահայտվեն Վարդանիկի հայտարարությունների վերաբերյալ։ Գնացել էիք, նշում էիք, ընտրվել, աջակցել եք, ոնց կարեցել եք, պատիվ ունեմ առհասարակ քվեա տվել, բան արել, ընտրել ա քաղաքապետ։ Ընտրել եք, ձեր Վարդանիկն ա, տոնել եք հաղթանակը, ձեր Վարդանիկը վերակացել, ձեր ամբողջ պլանը ներկայացնում է, ասում է, ով դեմ է միութենական պետությանը Ռուսաստանի հետ, թրքապատակ շանտաղա է։ Այս ձեր առաջարկած դիլեման է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դուք տենց եք նայում։ Դուք նայում եք, եթե մարդը դեմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը, ինքը ձեր համար թրքապատակա, թուրքի առաջ կզածա, այդ ձեր թուրք արմատով ձեր բարերի կազմության տաղանդը ես չունեմ, վստահ եմ, դուք շատ ավելի լավ կկարողանաք։ Էդ է ձեր առաջարկած դիլեման առաջարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հիմա եթե ձեզ թվում է թե լռելով այս թեման անցնելու է, դուք չեք արձագանքելու այս թեման անցնելու է, ջրվելու է, գնալու չէ։ Առաջիկա 2 ամիսը այս թեմայից բացի ուրիշ թեմա դուք չեք ունենալու արտահայտեք։ Դուք այս թեմայից բացի այլ թեմա չեք ունենալու արձագանքեք ոչ 10 րոպեանոցին, ոչ 9 րոպեանոցին, ոչ 8 րոպեանոցին, ոչ 7 րոպեանոցին։ Վարդան Ղուկասյանին աջակցած յուրաքանչյուր քաղաքական թիմ իր անդամներով ղեկավարից մինչև ամենավերջինը պետք է պատասխանի հետևյալ հարցին. ինքը կողմա Հայաստանի Հանրապետության միութենականացմանը Ռուսաստանի հետ, թե ինքը թրքապատակ շանտաղա է։ Այս դիլեման վերաբերում է մենակ Վարդանիկի քաղաքական թիմերին, այն թիմերին, որ աջակցել են, շնորհավորել են, թուշը պատճել են, ձեռը սխմել են, այսի շնորհել են։ Մեզ չի կարա վերաբերվի։ Ձեզ է վերաբերվում, հարգելի գործընկերներ, ձեր քաղաքական թիմերին է վերաբերվում, որպես քաղաքական թիմ, մարդը քաղաքական դիլեմա է դեմ տալիս, պատասխանեք։ Կամ դատապարտեք, կամ պատասխանեք։ Մենք դատապարտում ենք, պատասխանեք ուրեմն, եթե չեք դատապարտում։ Ու վերջում չեք պատասխանել։ Գիտեք ինչի չեք պատասխանել, որտեղ այսօր Սեյրան Օհանյանին ավարտում եմ, որտեղ այսօր Սեյրան Օհանյանին լրագրողը ասում է. Պարոն Օհանյան, Միեդը մարտի 1-ի գործով որոշում է կայացրել, որ պետությունը խախտել է մարդկանց կյանքի իրավունքը։ Սեյրան Օհանյանը, ձեր խմբակցության ղեկավարը ինչ պատասխանի որ լավ լինի։ Միեդի որոշումը պետությանն է վերաբերվում, մեզ հետ կապ չունի։ Ու պարոն Օհանյանը ամբողջացրել է։ Դուք պետության հետ կապ չունեք։ Ինչ է ասում ընդդիմությունը։ Ասում է Աջապահյանը, այն տերտերը, որ հեղաշրջման կոչ անելու համար հիմա դատապարտվում է, ասում է մեր հոգևոր եղբայրն է։ Բագրատը, որ ահաբեկչություն կազմակերպելու գործով դատապարտվում է, էլի իրանց հոգևոր եղբայրներն են։ Աջապահյանը, որ գնացել էր Դաշնակցության Երկիր մեդիա հարցազրույցի, իրանց ուզածը չէր ասել, եթե չէին տվել։ Հիմա իրանց ուզածը ասելա դատվում է, եկել են այստեղ ինչ-որ բախի եթե չեք տվել Աջապահյանի բանը հարցազրույցը, որովհետև դուք այդ մարդուն եք օգտագործում։ Դուք առհասարակ բոլորին օգտագործում եք։ Ես հիմա էլի իհարկե ընդդիմության աթոռների հետ եմ խոսում, բայց վստահ եմ, որ իրանք լավ, շատ լավ լսում են ակաժները սրած։ Բոլորին ցավ օգտագործում են, վիշտ օգտագործում են, իրար են օգտագործում են, իրար օգտագործում են։ Աջապ այդ խեղճ տերտերներից ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Համոզեցիք, բա վարչապետի տեխնացու պետքա դառնալ Աջապահյանը, այդ էլ չարեցիք։ Ժողովրդական լեզվով ասած քցեցիք, որովհետև դուք ձեր ամբողջ կառավարման ընթացքում բացի քցելուց, կներեք ժողովուրդ ջանը ժողովրդական խոսքիս համար, թե ժողովրդին թե իրար, ուրիշ բանի սովոր չեք։ Այն օրվա ձեր լսումներն էլ ըստ էության իրար քցելու մասին եկել եք այստեղ եւ ըստ էության ինչ-որ ստորագրությունների, կռիվ չգիտեմ ինչ էր, էլի անպտուղ կեղծ օրակարգ եք փորձում այստեղ գեներացնեիք։ Եվ այո, պարոն Աղաջանյանի միտքը ես պետքա շարունակեմ։ Ուրեմն Տիկին Գյուրեղյանը, ով իրան դիրքավորել է որպես կրթության ոլորտի, մարդ, որպես խելացի մարդ, որ գալիս այստեղից sense բաներ է խոսում, նախ եթե կրթության ոլորտից եք 180, չի 180, այդ իմացեք գոնե, այդպես գրական խոսեք, եկել եք այստեղ բողոքում եք, որ մենք ուշացնում ենք ժամկետների մեջ դպրոցների կառուցումը, վերակառուցումը։ Դուք դաշնակցության ներկայացուցիչ եք, որոնք ամբողջ պատմության դասագրքերը, պատմության ֆակուլտետները, կրթությունն առհասարակ օկուպացրել են, որ խաբեն մեր ժողովրդին եւ թաքցնեն մեր ժողովրդից դաշնակների դավադիր դեմքը։ Դպրոցները եւ մանկապարտեզները սեփականաշնորհել են, ներողություն սարքել են գոմեր, իրանց համար առանձնատներ, այսօր էլ եկել են մեզ են մի հատ քննադատում, որ մի դպրոց կամ երկու մանկապարտեզ մի քիչ ժամկետների մեջ ուշացել է, ոչինչ։
Մենք շատ ենք ասել, նոր ենք սովորում դպրոցի մանկապարտեզներ սարքել, որովհետև դրանից առաջ դուք բոլորին սովորացրել եք, թե ոնց են դպրոցներն ու մանկապարտեզները քանդում։ Ու մի հատ այստեղ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում, խելացի դեմքով գաք այստեղ դատարկ բաներ խոսակ։ Հələ մի հատ էլ ասում է ընդդիմությունից մեկը պետք է վերականգնել հասարակության, ուրեմն վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ։ Դուք հələ ձեր նկատմամբ մի հատ վստահությունը վերականգնեք եւ ստեղծեք, նաեւ իրար մեջ, իրար վստահելու տեսանկյունից։ Եվ մի հետաքրքիր երևույթ էլ կա, ասում են, այս ինչ մարդը քաղ բանտարկյալ է, այն ինչ մարդը քաղ բանտարկյալ է։ Ասում են դպրոցի գումարները գողացած, լափած մարդը քաղ բանտարկյալ է։ Ասում են ահաբեկչություն կազմակերպելու փորձ անող մարդը քաղ բանտարկյալ է։ Ասում են հեղաշրջման փորձ անող մարդը քաղ բանտարկյալ է։ Եվ իրանց տեսանկյունից իրանք ճիշտ են ասում, որովհետև իրանց քաղաքական նպատակը մշտապես եղել է թալանելը, հեղաշրջումներ անելը եւ երկրի կառավարումը արտաքին ուժերին հանձնելը։ Եվ հետեւաբար իրանց համար շատ նորմալ է, որ իրանք հենց այսպես են վերաբերվում իրանց ուրեմն ընկերների հանցագործությունների պատժմանը այս բանը։ Շնորհակալություն։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ընդդիմությունը իր դերի մեջ է։ Ստում է եւ ստում է։ Հարգելիներս, դուք մնացել եք 20-րդ դարում։ Դուք չեք տեսնում փոփոխություններ, որոնք տեղի են ունենում։ Դուք չեք ուզում տեսնել, որ այո, 4-րդ հանրապետությունն է այսօր եւ ամսի 8-ին, օգոստոսի 8-ին շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի համար։ Մենք խոստացել ենք եւ բերել ենք խաղաղություն եւ շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, ինչքան էլ դուք ցանկանաք հերքել։ Ընդդիմադիր գործընկերներս մնացել են նույն խոսույթի մեջ։ Ընդդիմադիր դաշտում գերիշխում է իշխանափոխության պահանջը մոլուցքը, արագ եկեք փոխենք, թե չէ ԿՊ-ն նորից կհաղթի 2026 թվականին, բայ իհարկե հաղթելու է։ Կասկածում եք դուք։ Գիտեք ինչ է հաղթելու, որտեղ խոսում է ժողովրդի հետ, ճիշտ ներկայացնում է իրական խնդիրները, լուծում է իրական խնդիրները, որոնք առկա են։ Իսկ ինչու կան խնդիրներ, որովհետև 30 տարի ի վեր ձեր վարած քաղաքականության արդյունքում չեն կառուցվել դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ։ Հիմա դուք բարդում եք մեզ վրա, քիչ է կառուցում։ Լավ ենք անում, ինչքան պետք է կառուցելու ենք։ Դա թող չմտահոգի ձեզ։ Շփվելով մարդկանց հետ, հասարակության հետ, հասկանում եմ, որ մարդիկ շատ խելացի են ու իրոք նրանք չեն տեսնում, թե ընդդիմության կողմից առաջարկված հարցերը, որ ընդդիմությունը պատասխանատվություն չի ուզում վերցնել իր վրա, եւ հավատացեք, 26 թվականին իրենք կպատասխանեն բոլոր հարցերին։ Ինձ մտահոգեց մի արտահայտություն՝ հայաստանյան իշխանություն, այսինքն դուք Հայաստանից չեք, բա որ դուք եք իշխանություն, ուղղակի ընդդիմադիր իշխանություն եք։ Եվ ես ցավում եմ, մեզ համար շատ կարևոր է մեր իշխանության համար, որ ընդդիմությունը լինի ուժեղ, պատրաստված, դա մեզ էլ է ձեռ տալիս, բայց ցավոք չունենք։ Լսելով այսօրվա ելույթները, իհարկե չպետք է զարմանայի, բայց ավաղ էլի զարմանում եմ։ Մեր ժողովուրդը, կրկնում եմ, շատ իմաստուն է եւ իր գնահատականը կտա 26 թվականին։ Ինչի մեջ եք դուք մեզ մեղադրում։ Շարունակում են ուրեմն ասում են, որ մենք մեր պետականության թուլացման առաջիներից մեկն ենք, որ մենք կործանում ենք մեր պետությունը։ Ժողովուրդ ջան, դուք կործանվել եք մեր պետությունը, պետականության դեմ եք դուք ամեն ինչ կարելի էր տվել եք սրան, նրան, եւ դուք խոսում եք, որ մենք կործանում ենք մեր պետությունը։ Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ, ուզում եմ, որ դուք լինեիք ընդդիմությունը եւ աշխատեք ձեր հարցադրումների վրա եւ կարծում եմ, եթե դուք կոնկրետ հարցեր ուղղեք եւ փորձեք լուծել, ժողովուրդը ինչ-որ կերպ ձեզ կհասկանա։ Շնորհակալ եմ։ Սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ քիչ առաջ այս ամբիոնից Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյանը հնչեցնում էր կամ ընթերցում էր մի նամակ մի անձի կողմից, ով համարվում է սրբազան եւ ով, հիշեցնեմ, պատրաստվում էր Երևանում պատի տակ տարբեր մարդկանց գյուլել։ Ընդ որում պարոն Դանելյան, ես անկեղծ ասած ձեր անդրադարձից ոչինչ չհասկացա, վերջը ինչքանով էր այդ մասով հերքում կամ հերքում էր արդյոք թե ոչ, ընդամենը հիշեցնում էր այդ դրվագի մասին եւ որ մենք բոլորս այդ մասով առնվազն անհանգստացած ենք եւ զարմացած եւ դրան ի պատասխան ըստ էության ոչինչ չլսեցինք։ Ես կուզեի արձանագրել հետեւյալը այսօրվա այս հարց ու պատասխանի արդյունքներով, որ չնայած որոշ անհատական ելույթների, որոնք ըստ էության
բովանդակային էին, չնայած եւ մշտապես գրեթե բոլոր դեպքերում թվերի եւ տվյալների մանիպուլյացիա կար, բայց ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք բավականին ծույլ ընդդիմության հետ, որովհետեւ ըստ էության Պարոն Բագրատյանը կարճ անդրադարձավ դրան, բայց ես կուզեի փոքր-ինչ ավելի ծավալվել այս թեմայով։ Մեր ընդդիմությունը 5 տարի շարունակ առաջնորդվում է եւ այստեղից բարձրացնում է այն թեզերը, որոնք վերջիններս 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ էին առաջ քաշում։ Այսինքն նախընտրական քարոզարշավի հիմնական են բոլոր նարատիվները, որոնք մենք ամիսներ շարունակ լսել ենք 2021 թվականից առաջ, այսինքն ընտրություններից առաջ, 5 տարի շարունակ մենք այս նույն մտքերը շարունակաբար լսում ենք, եւ սա հարգելի գործընկերներ արդեն սա հոգնեցուցիչ չի, սա արդեն ծիծաղալու էլ չի, անկեղծ եմ ձեզ ասում, որովհետև եթե մենք որպես ընդդիմություն եւ այս process-ի մաս կազմող իսկապես հոգնել ենք այս թեմաներից, ես պատկերացնում եմ մեր քաղաքացիները ինչ տխուր տեսարանների են արժանանում դիտելով այս նիստերը։ Ես մեկ օրինակի ուզում եմ անդրադառնալ։ Տիկին Կյուրեղյանը խոսում է այն մասին, որ մենք բարբերաբար եւ հետեւողականորեն ստում ենք եւ խաբում ենք մեր քաղաքացիներով, օրինակ բերելով 300 դպրոցի ուրեմն ծրագիրը եւ ասելով, որ այս պայդրությամբ կա 54 դպրոց շահագործման հանձնած եւ հնգամյա կառավարության ծրագրի շրջանակներում մենք ուշացնում ենք դպրոցների շինարարությունը, հետեւաբար մենք շարունակ խաբում եւ ստում ենք մեր ժողովրդին։ Ես ուզում եմ Տիկին Կյուրեղյանին եւ մեր ժողովրդին եւս հիշեցնել եւ վստահեցնել, որ մինչեւ 2026 թվականի ավարտ, ինչպես եւ խոստացվել է, 300 դպրոցները պատրաստ կլինեն, իսկ մեր ընդդիմությանը խորհուրդ կտամ եւս մեկ անգամ փոքր-ինչ ավել իրենց վրա աշխատել։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Մինչև 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում իշխում էր քրեական դիկտատուրան։ Այն զբաղված էր պետությունը թալանելով, ազգային հարստությունները վաճառելով եւ սեփական քաղաքացիներին սպանելով։ Այս ամենը հաստատվել է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով։ Պետությունն է, այսինքն այդ ժամանակվա իշխանության գլուխ կանգնած Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատու քաղաքացիների մահվան համար։ Պետությունը տարիներ շարունակ չի իրականացրել պատշաճ քննություն, չի համագործակցել ՄԻԵԴ-ի հետ։ Քննության ընթացքում կեղծվել են իրեղեն ապացույցներ, կիրառվել են մարտական փափուշտներ եւ ժամկետած զինատեսակներ։ Սրանք անբեկանելի փաստեր են, որոնք ոչ ոք չի կարող հերքել, մերժել կամ ներկայացնել որպես կեղծիք։ Այնուամենայնիվ, այս մասին Սերժա-Քոչարյան լևոնական շրջանակներից ոչ ոք չի խոսում։ Ինչու՞։ Որովհետև նրանք երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չեն դիտարկել որպես բարձրագույն արժեք։ Եվ քանի որ տուժածները իրենց էլիտար ճակերտների մեջ շրջանակներից չէին, այդ մարդկային ողբերգությունները մնացին անտեսված։ Սա է եղել նրանց իրական վերաբերմունքը հասարակաքաղաքացու եւ պետության նկատմամբ։ Հարգելի հայրենակիցներ, տասնամյակ շարունակ մեզ ներմուծվել է կեղծ հայրենասիրության մոդելներ, որոնք չեն արտացոլել մեր պետության իրական շահերը։ Մեզ պարտադրվել են ռազմահայրենասիրություն, ռեվանշիզմ, ուրահայրենասիրություն, կենացային ազգասիրություն եւ պահանջատիրության դատարկ կարգախոսեր։ Մեզ ստիպել են երազել անիրական պատկերների մասին, Բաքվում թեյ խմելուց նպատակների ներողություն մասին, Բաքվում թեյ խմելուց մինչև Սևրի պայմանագրի վերականգնումը։ Այդ պատրանքներով էին փորձում չափել հայրենասիրությունը, եւ որքան մեծ տարածք էին պատկերացնում, նրան անվանում էին մեծ հայրենասերներ։ Սակայն մենք պարտավոր ենք գիտակցել իրականությունը։ Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, միջազգային մակարդակով ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Սա է մեր հայրենիքը, սա է մեր պետությունը։ Մեր առաքելությունը պետք է լինի այն զարգացնելը։ Մեր ուժերը պետք է ուղղված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական հզորացմանը, բնակչության աճին, պետական ինստիտուտների ամրապնդմանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Այս ուղին է մեզ տանելու դեպի իրական անկախություն եւ ինքնիշխանություն։ Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է վերջ տալ պատրանքներին եւ ապրել իրականությամբ։ Ժամանակն է կառուցելու մեր իսկական հայրենիքը, ամուր, ապահով եւ հզոր Հայաստանի Հանրապետությունը։ Սա մեր սուրբ պարտքն է, մեր նախնիների հիշատակի, բոլոր նահատակների, մեր սերունդների ապագայի եւ մեր պետության հավերժության համար։ Կեցցե, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Օրեր առաջ համացանցում ուշադրությունս գրավեց կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի ելույթը։
Պարոն Աշոտյանը ելույթը ունեցել է պատիվ ունեմ խմբակցության կողմից նախաձեռնված խորհրդարանական լսումների ընթացքում։ Նախկին նախարարը հատուկ շեշտադրությամբ նշեց, որ մինչև 2018 թվականը հեղափոխությունից առաջ Հայաստանում ընտրությունները բնավ չեն կեղծվել։ Ուրախալի է, որ նախկին նախարարը նույնպես բացասաբար է վերաբերում այդ արատավոր երևույթին։ Հեղափոխությունից առաջ, երբ Աշոտյանը գիտության կրթության նախարարն էր, ես այդ ժամանակահատվածում դասավանդում էի դպրոցում։ Պետք է ասեմ, որ թե Աշոտյանը, թե ես, թե ցանկացած ոք գիտեինք, թե ինչ էր տեղի ունենում ընտրությունների ժամանակ, մասնավորապես դպրոցներում եւ առհասարակ ողջ երկրում։ Էլ չեմ խոսում այլ արատավոր բացասական երևույթների մասին, որ տիրում էր կրթական համակարգում։ Աշոտյանին պետք է հիշեցնել եւ արձանագրել, որ հեղափոխությունից հետո մեր հասարակության մեջ տեղի են ունեցել արժեքաբանական փոփոխություններ։ Օրինակ, դպրոցները ապաքաղաքականացվել են, ընտրությունները այլևս չեն կեղծվում, եւ սա մեր թիմի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։ Մեր քաղաքական թիմը արել, անում է եւ կանի ամեն ինչ երկրի ընտրական համակարգը արդար եւ թափանցիկ հիմքերի վրա պահելու համար։ Շնորհակալություն։ Վայ, հարգելի գործընկերներ, շատ բարդ է անկեղծ ասած արձագանքել։ Չէ, պարոն Արժակյան, հավատացեք, անբանական խոսքին արձագանքելը ավելի բարդ է, քան իրականում մի քիչ բանական քննադատությանը։ Ես այս մեկ ժամվա ընթացքում փորձում էի հասկանալ լավ ինչն է անդիմության նոր խոսքը կամ ինչն է անդիմության միտքը, ինչին պետք է գոնե հակադարձել կամ բանավիճել, ինչի շուրջ պետք է լինի, հասկացա, որ այս մեծ ճեղքը, որ եղել այս տարիների ընթացքում, ամբիոններից հնչող, էկրաններից հնչող եւ քաղաքացու կյանքի միջև ավելի է խորանում։ Այս մարդիկ տեղակ չեն, ընդհանրապես այս ժողովուրդը ինչով է անհանգստանում, ինչ խնդիրներ ունի, ինչ կարիքներ ունի, ինչի մասին կուզի, որ իր ներկայացուցիչը այս ամբիոնից խոսա։ Իրանք իրանց օրակարգը, նեղ օրակարգը, ոնց եղել է 100 տարի առաջ, իմիջիալոց 5 չէ, 100 տարի առաջ նույն ձև կրկնում են, այդ ցիկլը անընդմեջ այս մարդկանց մեջ կրկնվում է։ Ասենք մի խոսույթ ասեմ, ընդհանրապես մի օրինակ, հետո կանադառնամ բուն ելույթից, ասում է պետությունը հիմնվում է ոչ միայն օրենքների վրա, այլ նաև պետական մտածելակերպի վրա։ Հաջորդիվ այդ պետական մտածելակերպի կողքը դնում է մի հատ արտահայտություն, եկեղեցու ինքնիշխան դիրքորոշում եւ դրանով արդարացնում է պետական մտածելակերպով, արդարացնում է հեղաշրջման կոչը, պետությունում հեղաշրջման կոչը, ռազմական հեղաշրջման կոչը։ Սենց կոգնիտիվ դիզոնանս, ես չգիտեմ էլ որտեղից կարող ես այդ 2-3 բառերը իրար կողք կպցնել։ Բայց սիրելի քաղաքացիներ, մի փոքր օգտակար տեղեկատվություն տանք ձեզ այս ամբիոնից, որովհետեւ այն ինչ որ հնչում է անդիմության շուրթերից, ձեզ ոչինչ չի տալու։ Ընդհանրապես ոչինչ չի տալու, բացի երբեմն ձեր ապրած ողբերգությունները վերապրելուց։ Ես ուզում եմ պատմեմ ու հաջորդիվ նաև շատ ավելի մանրամասն ներկայացնելու եմ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են հիմնականում հետսովետական երկրներում, ընտրական, նախընտրական փուլերում։ Հետսովետական երկրների գրեթե բոլոր այն պետություններում, որոնք որ փորձել են ազատվել կայսրության ճիրաններից, նախընտրական տարին շատ բուռն է անցնում։ Եվ այդ նախընտրական տարում տեղ են ունենում հետևյալ գործողությունները կամ հիբրիդային գործիքներն են գործածվում։ Ամենաառաջինը եւ հիմնականը եւ հետո փորձելու եմ բերեմ այդ օրինակները, որ հասարակություն նաև փաստահեն տեսնի այս ամեն ինչը, անընդհատ հնչեցնել ամբիոններից, ստել, խաբել, մանիպուլացնել արտահայտությունները։ Դա ինչի անում, ստեղծում է անվստահություն ոչ միայն իշխանությունների նկատմամբ, այլ ընդհանրապես պետության նկատմամբ։ Իրենք նույն բանը բացահայտում են այսօր։ Անընդմեջ կրկնել, ստել, խաբել։ Ձեր ինքնությանն են ոչնչացնում, ազգային արժեքներն են ոչնչացնում։ Իրենց պատկերացմամբ թուրքի դրոշ վառելը ազգային արժեք է։ Եվ երբ մենք ասում ենք թուրքի դրոշ չի կարելի վառել, դա ազգային արժեքի դեմ ենք պայքարում։ Ավարտում եմ, պարոն Արշակյան։ Լինելու են ոչ միայն հիբրիդային հարձակումներ կեղծ տեղեկատվությունների միջոցով կամ ամբիոններից կեղծ տեղեկությունների միջոցով, այլ նաև կոնկրետ կեղծ գործողություններ, կեղծ ահազանգեր, բոմբերի տեղադրման մակարդակով, կեղծ խուլիգանության դրվագներ, սպանություններ, որպեսզի անվտանգության զգացողությունը կորի հասարակության մոտից։ Հնարավոր է նաև կեղծ տեղեկատվությունները ասեցի արդեն, եւ ամենակարևոր գործիքը, որ այս տարի կիրառվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա փող եւ փորձելու են առնել քաղաքացուն, չգիտակցելով ընդհանրապես չպատկերացնելով, որ 10-ից ի վեր քաղաքացին թքած ունի վերևից ձեր փողերի վրա։ Շնորհակալություն։